Վարչակալության պայմանագրի կնքումից 13 տարի անց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ անհաղթակին վերադարձվել է համայնքին ու սկսվել է բարեկարգումը։ Պուրակը վարչակալվել է 2012-ին 50 տարի ժամկետով, որի ընթացքում պետք է այգին խնամվեր, կատարվեին ներդրումներ։ Վարչական շրջանի ղեկավարի խոսքով բնակիչներն են նաև փաստել, որ որոշ ժամանակ աշխատանքները արվել են, բայց ժամանակ անց այգին մատնվել է անտերության։ Անկախ կարգավիճակից ըստ թաղապետի 2022-ից իրենք այգին խնամել են։ Սկսեցինք այդ տվյալ կազմակերպության ումը, որ տրված է եղել այգին, համատեղ փորձենք վերակառուցենք մեր այգին, որպեսզի ծառայի բնակիչներին։ Մոտ 1 տարի այդ պայմանով եւ բարեգործ ընկերների կողմից, այսինքն ոչ բյուջեի հաշվին, մենք սկսեցինք այս աշխատանքները։ 1 տարի հետո կտրվեց այդ մեր պայմանավորվածությունը եւ իրավական գործընթացներ սկսվեցին, որը տևեց մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 3-ը եւ արդեն հոկտեմբերի 3-ին մենք ունեցանք պայմանագրի լուծարումը տվյալ կազմակերպության հետ եւ ամբողջությամբ այգին վերադարձվեց համայնքին։ Իրավական գործընթացները սկսվել են, քանի որ Հովակիմյանի խոսքով այգին եղել է գրավադրված, ինչի իրավունքը վարչակալող կազմակերպությունը չի ունեցել։ Վարչական շրջանի ղեկավարի խոսքով հարուցված են նաև քրեական վարույթներ։ Այգին 14400 քառակուսի մետր է, վերակառուցվում է բարերարների միջոցներով, կներդրվի 500 միլիոն դրամ։ Սկսել ենք 0-ից կարելի է այդպես քանդման աշխատանքից։ Սկզբից քանդել, հավաքել, տեղափոխել ենք հողերը, հիմա արդեն սկսել ենք եզրաքարերի տեղադրում, սալիկապատում եւ լուսավորություն, կանաչապատում։ Վերակառուցման նախագծում ավելացվել են բնապահպանական նորմերը, եղած ծառերը կպահպանվեն, կավելացվեն նոր ծառատեսակներ, շատրվանները կձևափոխվեն, կտեղադրվեն նոր շատրվաններ, կկառուցվեն խաղահրապարակներ, անցկացվել է ոռոգման, խմելու ջրի ցանց, հոսանք, կոյուղի, կփորձեն պահպանել նաև մարմարե աղջիկներին։ Որը որ հնարավոր է վերականգնվի, վերականգնելու ենք, բայց որը որ արդեն կոտրված է, ջարդած է ու շատ բաներ կա, որ իրականում շատ անխնամ են եղել, ջարդվել է, այդ բոլորը պետք է հեռացնենք։ Եթե խոչընդոտներ չլինեն Արտակ Հովակիմյանի խոսքով, մինչև տարեվերջ կավարտեն զբոսայգու վերակառուցումը։ Ես հասկանում եմ, որ որոշ մարդկանց համար շատ ցավոտ է լինում, երբ որ մենք այգիներ ենք վերադարձնում կառավարության ջանքերով, քաղաքապետարանի ջանքերով, վարչական շրջանի ջանքերով, բայց մենք չենք դադարելու մեր բռնած այդ ուղուց, ինչը որ մեր բնակիչներից ժամանակին առանց բնակիչների հարցնելու, առանց որևիցե թույլտվության տարվել է, մենք անպայման հետ ենք բերում եւ ինչպես որ Պարուր Սևակ այգին ենք հետ բերել եւ վերակառուցել, Մինաս Ավետիսյանի այգին ենք կառուցել, շատ ու շատ ավտոտնակներ, որոնք խլված են եղել մեր ժողովրդից, այդ տարածքները արդեն դրանց փոխարեն ֆուտբոլի դաշտեր են, մեր երեխաները խաղում են։ Բնակիչներին հայտնի Զեյթունի շատրվանները Դավիթ անհաղթվոսայգին նաև Քանաքեռ-Զեյթունի 90-ամյա բնակիչ Ռադիկ Դալլաքյանի սիրելի վայրն է։ Ներքևի մասում սայանկա էր, այնտեղ վիրևը զիբիլ էր լցված, ու այգին սարքեցին, ծառ տնկեցին, ամեն ինչ, լավ էր։ Դմիտրիչյանն էր ստեղ ա եղել, այդ բացման վաղ։ Դավիթ անհաղթի արձանի մոտ նստում եմ, մեկ բարև եմ տալի, ու նոր գնում եմ։ Ուրախ է, որ այգին վերականգնվում է, միայն թե շտապում են նստարաններ տեղադրեն, որ հանգիստն այս կանաչ տարածքում երկար վայելի։ Հունիսի 15-ին նրա 91-ամյակն է, թեև զբոսայգու կառուցումը դեռ ընթացքում է, բայց վարչական շրջանի ղեկավարը խոստացավ նրան տարեդարձի արդիվ ծառերի հովին տեղադրել նստարանը։ Մայա Խաչատրյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։